իրական ձև է, ինքը շատ հեշտ է, ինքը երազային է, թեթև է, պետք է իրան դարձնել նպատակ։ Իրական նպատակների ու տարիների փորձի մասին է 7 աստիճան գիրքը։ Գյումրիում տեղի ունեցած շնորհանդեսին գրքի հեղինակ գործարար Տիգրան Մինասյանը, ինչպես ինքն է նշում, պատմեց իր անցած ուղու գործնական սխալների մասին, որոնք որպես փորձ ներկայացված են գրքի տողերում։ Այս գիրքը մոտավորապես երևի թե իմ ամբողջ կյանքի ամփոփումն է, այսպես ասած, որովհետև գաղափարը ծագել է դեռևս շատ վաղուց, ուղղակի անընդհատ նորը գտնելու, լավը գտնելու, իրեն ավելի լավը դարձնելու համար վերջապես որոշեցի, որ մի օր իրան ավարտուն տեսքի բերեմ։ Գիրքը 7 աստիճանների մասին է, ինքը ավելի շատ ուղղվածությունը դեպի բիզնես է, բայց կարելի է կիրառել նաև ցանկացած մարդու ցանկացած նպատակ դնելու եւ այդ նպատակին հասնելու, այսպես ասած, գործընթացում։ Իսկ հարցին, թե ինչու գիրքը վերնագրվեց հենց 7 աստիճան, Տիգրան Մինասյանը պատասխանում է. 7 աստիճան, որովհետև մի քիչ ինձ այս գաղափարը գրքի աստվածաշունչն է ոգեշնչել եւ նաև այդ սիմվոլիկան պահելով այդ 7 աստիճանները այն ամբողջ համապարփակ օղակը փակում են, որ մարդը կարողանա հասնել իր վերջին 7-րդ աստիճանին, որի իմ գրքում գերազանցությունն է։ Գիրքը ծնվել է տարիների փորձից ու մտորելու տեղիք է տալու յուրաքանչյուր ընթերցողի, վստահեցնում է գրքի խմբագիր Անի Միրաքյանը։ Վերջինս նաև Տիգրանի կինն է ու գրքում գրված յուրաքանչյուր տող ամփոփում է նաև այն փորձն ու պատմությունը, որի ականատեսն ու ունկնդիրն է եղել նաև ինքը։ Փորձել եմ չհեռանալ որևէ կերպ հիմնական մտքերից, որևէ ձևափոխում չանել։ Գիրքը սովորական գիրք չէ, կարծում եմ յուրաքանչյուր ընթերցող այնտեղ կգտնի իրեն, որովհետև գիրքը միայն բիզնեսի մասին չէ, գիրքը զարգացման ճանապարհի մասին է, թե ինչպես կարելի է զարգանալ, ինչպես կարելի է վերել կապրել եւ դեպի ուր գնալ։ Գրքում չեք գտնի պարզապես սովորական ինչ-որ լուծումներ, գրքում դուք կգտնեք հարցեր, հարցադրումներ, որոնք ծնվում են յուրաքանչյուրի սրտում եւ ավարտվում են մեր մտքում, դուք կարծում եմ կսիրեք այդ գիրքը։ Առաջ ինձ թվում է, որ ինքը այնքան հեշտ է լինելու, ես գրելու եմ, ավարտելու եմ եւ հանձնելու եմ, այսպես ասած, ընթերցողի տատին, բայց սա այն պահն է, երբ դու այդ քաջությունը քո մեջ գտնում ես եւ քո մտքերը հանրայնացնում ես եւ իհարկե կարող է որոշ մարդիկ համաձայն լինել, որոշ մարդիկ համաձայն չլինեն, ես շատ ուրախ կլինեմ, եթե իմ գիրքը դառնա նաև քննարկման, կիսվելու եւ մեկը մեկին ինչ-որ մտքեր փոխանցելու պատճառ եւ առիթ։ Գրքում Տիգրանն ասում է, իսկական ստեղծողը երբեք չի ասում ես ավարտեցի։ Նա ասում է ես պատրաստ եմ հաջորդ լույսին։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, այսօր։